Եկեք նախ վերհիշենք անցած դասին ինչ արեցինք։ Ունենք մի օմեգա տիրույթ, օմեգա տիրույթի վրա սահմանված մի մերոմորֆ ֆունկցիա։ Ենթադրենք, այս մերոմորֆ ֆունկցիան ունի բևեռներ B1, B2 եւ այլն կետերում։ Ամ, Ամեն կետում, որտեղ ունենք բևեռ, կարող ենք անցնել, կարող ենք հաշվել այդ կետում ֆունկցիայի եզակի մասը, դրանք կլինեն ինչ-որ բազմանդամներ, այնպիսին, որ PK մեկը բաժանած z հանած PK, դա մեր ֆունկցիայի եզակի մասն է BK կետում։ Ոնց է եզակի մասն է BK կետում։ Այսինքն ինչ է նշանակում սա, եթե դիտարկենք fz-ից հանած PK մեկը բաժանած z հանած BK ֆունկցիան, ապա այս ֆունկցիան BK կետի շրջակայքում կլինի անալիտիկ։ Սա կլինի անալիտիկ BK կետի ինչ-որ շրջանակում։ Դե սա BK կետում սահմանված չի, բայց սա BK կետի միջակայքում բացի BK կետից կլինի անալիտիկ ֆունկցիա, կարելի է BK կետում անընդհատությունով լրացնել ու ստանալ անալիտիկ ֆունկցիա։ Բայց եթե f(z)-ից հանենք այս բոլոր եզակի մասերը, ապա կունենանք մի ֆունկցիա, որը անալիտիկ է, եթե b1, bn-ը, դրանք մեր ֆունկցիայի բոլոր բևեռներն են։ Բայց եթե ընդհանուր դեպքում դիտարկենք մեր ֆունկցիան, որը կարող է ունենա անվերջ քանակի բևեռներ, եթե վերցնենք 0 կետի մի վերջավոր միջակայք, այստեղ կունենանք վերջավոր քանակի բևեռներ։ Այսինքն կարող ենք դիտարկել fz հանած գումար կան հավասար է 1-ից անվերջություն, PK մեկը բաժանած z հանած PK, հանում ենք եզակի մասերը, այստեղ խնդիր կարող է առաջանալ, որ այս գումարը կարող է չզուգամիտի, բայց անցած անգամ ինչ ցույց տվեցինք, որ գոյություն ունեն բազմանդամներ Q1 եւ այլն, QK, այնպիսին, որ եթե որ fz-ը կարող են գրել գումար կան հավասար է 1-ից անվերջություն, PK մեկը բաժանած z հանած PK, գումարած հանած QK z, գումարած GZ տեսքով, որտեղ սա լրիվ ֆունկցիա է, անալիտիկ է ամբողջ հարթության մեջ, սրանք եզակի մասերն են, սրանք ինչ-որ բազմանդամներ են, ու սրանց միակ իմաստը է, որ այս տարբերությունը հաշվելով, երբ որ հաշվում ենք այս անվերջ գումարը, այս անվերջ գումարը լինում է զուգամետող գումար։ Սրանք ապացույցի, եթե վերհիշեք, սրանք իրենց ներկայացնում են այս ֆունկցիայի Taylor-ի բազմանդամները ու թե որ կարգի Taylor-ի բազմանդամը վերցնենք, կախված է նրանից, թե ինչ պետք է այստեղ տեղադրենք, որպեսզի այս շարքը զուգամիտի, որը կախված է նրանից, թե այս BK-ները ինչքան արագ են աճում, երբ որ հեռանում ենք 0-ից։ Այս QK-երը յուրաքանչյուրը առանձին ինչ որ էական չի, որովհետև կարող ենք այս գումարի միջից հանել, տեղադրել այս GZ-ի մեջ, ու էլի կունենանք հավասարություն։ Միակ սրանց այստեղ լինելու պատճառն այն է, որ կունենանք զուգամիտող շարք։ Ընդհանուր առմամբ, եթե պատկերացնենք, թե ինչ արեցինք այստեղ, սա ընդհանրացնում է հետևյալ փաստի, եթե ունենք ինչ-որ մի ռացիոնալ ֆունկցիա, այսինքն ինչ է նշանակում ռացիոնալ ֆունկցիա, նշանակում է երկու բազմանդամների քանորդ, ապա կարող ենք այս ֆունկցիան ներկայացնել հետևյալ տեսքով։ Հայտարարը կարող ենք արտադրիչների արտադրյալի տեսքով ներկայացնենք այս տարբերակների, ու սրանք կարող ենք մասնակի կոտորակների գումարի տեսքով ներկայացնել, այսինքն առանձնացնել
այս հայտարարի մասերը ըստ բեկայի ու այս կոտորակը գրել հետևյալ տեսքով, սա գումար, ինչ որ ասենք, հաստատում, մեկ բաժանած Z հանած PK գումարած մեկ ուրիշ հաստատում CK2 Z հանած PK-ի քառակուսի եւ այլն գումարած CK MK բաժանած Z հանած PK-ի MK աշճ։ Ռացիոնալ ֆունկցիայի սա մի ներկայացում է, ռացիոնալ ֆունկցիան կարելի է ներկայացնել մեկ ուրիշ տեսքով։ Եթե ունենք ռացիոնալ ֆունկցիա, կարող ենք այս ռացիոնալ ֆունկցիան համ համարիչը, համ հայտարարը բազմաթվներ են, կարող ենք գծային արտադրիչների արտադրյալի տեսքով ներկայացնել յուրաքանչյուրը։ Ու փաստորեն ինչ ունենք, այստեղ ունենք մեր ֆունկցիայի զրոները, այստեղ ունենք մեր ֆունկցիայի բևեռները։ Եկեք փորձենք սա ընդհանրացնենք մերոմոր ֆունկցիաների համար։ Ինչ կարող ենք ասել ընդհանուր մերոմոր ֆունկցիայի դեպքում։ Նախ կարող է ֆունկցիա ունենալ, որ ընդհանրապես զրոներ կամ բևեռներ չունենա։ Այդ դեպքում ինչ կարող ենք ասել այդ ֆունկցիայի մասին։ Ուրեմն լեմմա ենթադրենք ունենք մի ֆունկցիա, որը լրիվ է, որը չունի ոչ մի զրո։ Եկեք ցույց տանք, որ սա տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ որ գոյություն ունի մեկ ուրիշ ֆունկցիա, այնպեսին, որ f-ը դա j-ի էքսպոնենցիալ։ Մի կողմը բավական հեշտ է, եթե j-ն ունենք արդեն ու հաշվենք z աշճան ֆունկցիա, ապա սա ոչ մի զրո չի ունի, սա կլինի լրիվ, չունի ոչ մի զրո։ Մենք ընդհանրենք f-ը լրիվ է եւ չունի ոչ մի զրո։ Եկեք դիտարկենք այս քանորդը։ Ինչ կարող ենք ասել սրա մասին։ F-ը անալիտիկ է, ուրեմն ածանցելի է։ F-ը չունի զրոներ, այսինքն սա երբեք զրո չի, այսինքն սա կունենանք մի անալիտիկ ֆունկցիա, որի համար կարող ենք ասել, որ քանի որ սա լրիվ ֆունկցիա է, գոյություն ունի մի անալիտիկ ֆունկցիա, այնպեսին, որ j-ի ածանցյալը հավասար է f-ի ածանցյալ բաժանած f։ Այդ դեպքում ինչ կարող ենք ասել, որ f-ի ածանցյալը բաժանած e-ի ժ-ի ածանցյալը եթե հաշվենք, կլինի f-ի ածանցյալ z կետրում անգամ e-ի ժ հանած fz j-ի ածանցյալ z կետում e-ի ժ բաժանած e-ի 2 ժ։ Սա ինչի հավասար, սա կլինի f-ի ածանցյալ բաժանած f, այսինքն համարիչը դարձավ 0, սա կլինի 0, հետևաբար fz բաժանած e-ի ժ-ը պետք է լինի հաստատուն, այսինքն fz-ը պետք է լինի հաստատուն, անգամ e-ի ժ աշճան, այսինքն սա կարող են գրել e-ի ժ գումարած հաստատուն տեսք։ Այսինքն եթե ունենք ինչ-որ ֆունկցիա, որը անալիտիկ է ու չունի 0, իրան կարելի է գրել այս տեսքով։ Հիմա եթե ունենք մի հատ ֆունկցիա f, որը անալիտիկ է, բայց ունի զրոներ, ասենք A1 AK կետերում, որոնք կարող են կրկնվել, ըստ նրա թե ինչ պատիպություն ունեն, ապա եթե f-ը բաժանենք այս զրոներին, ինչ կարող ենք ասել։ Ինչքան զրոներ ուներ, բաժանեցինք այդ զրոների վրա, այսինքն այս ֆունկցիան էլ զրոներ չի ունենա, այսինքն սա կլինի անալիտիկ ամենուրեք առանց զրոների։ Հետևաբար, ըստ լեմմայի գոյություն ունի մի հատ ЖZ, այնպիսին, որ fz-ը հավասար լինի e-ի ЖZ, անգամ արտադրյալ j-ն հավասար է 1-ից կա,
Z հանած աժ կետ։ Սա կաշխատեր ունենք վերջավոր քանակի 0։ Իսկ եթե ունենք անվերջ քանակի 0, ինչ կարող ենք անել։ Կուզենանք f-ը գրել հետևյալ կես տեսքով։ F z-ը գրենք այս մասը ու 0-ները։ Բայց այստեղ ինչ խնդիր կարող է առաջանալ, այս արտադրյալ կարող է չհանգած չզուգամիտի։ Այսին հարց։ Արդյոք սա կզուգամիտի։ Շուտով կտեսնենք, որ ստեղ ավելի հարմար է մեկ ուրիշ ձևով ներկայացնել այս ֆունկցիան։ Այստեղ աժին հանել դուրս ու նշանը փոխել, այսինքն կարող ենք fz-ը գրել jz անգամ արտադրյալ ժին հավասար է 1-ից անվերջություն 1 հանած z բաժանած աժին։ Ու հարց է առաջանում, արդյոք այս արտադրյալը կզուգամիտի թե ոչ։ Դա ինչից է կախված։ Սա կախված է միայն այս աժիներից։ Այս աժիները ինչն է։ 0-ներն են։ Ինչքան աժին փոքր լինի, այնքան սա մեծ մեծություն կլինի։ Այսինքն թե արդյոք սա կզուգամիտի թե ոչ, կախված է նրանից, թե այս աժիները ինչքան արագ են մեծանում։ Այսինքն եթե վերցնենք, ասենք 0 կետի ինչ-որ մի շարավով շրջան, այստեղ 0-ները դիտարկենք մեր ֆունկցիաների ու այս շրջանը գնալով մեծացնենք, հարց է առաջանում, թե այս 0-ները ինչքան արագ են շատանում։ Այստեղ պետք է հասկանանք նման արտադրյալի զուգամտություն։ Եկեք մտցնենք հետևյալ սահմանում, ասենք, որ P1, P2 եւ այլն արտադրյալը զուգամիտում է, գոյություն ունի։ Եթե այս ցուցակը P-երի ունի ամենաշատը վերջավոր քանակի 0-ներ եւ եթե այդ 0-ները անտեսենք, ապա մնացած հաջորդականությունը կլինի զուգամիտող։ Ինչի համար ենք ուզում այս 0-ներից ազատենք, որտեղ եթե ասենք ունենանք ինչ-որ մի հատ ասենք չզուգամիտող արտադրյալ, օրինակ n հավասար է 1-ից անվերջություն n արտադրյալը, սա բնականաբար չի զուգամիտում, բայց եթե այստեղ այսինքն եթե ունենք 1 անգամ 2 անգամ 3 անգամ 4, եթե մի հատ 0 ավելացնենք, սա մի անգամից զուգամիտում է, այս մի 0-ի պատճառով։ Այսինքն ուզում ենք ինչ-որ մի սահմանը մտցնենք, որ սա մի քանի հատ կետեր, որտեղ 0-ներ են, դրանք ամբողջ արտադրյալի զուգամիտության վրա չհասնեն։ Թեորեմ, որ զուգամիտության մասին պայման է տալիս։ Եթե ունենք նման արտադրյալ, որտեղ սրանք 0-ներ չեն, որտեղ եթե վերջավոր քանակի 0-ներ կային, դրանք կարող ենք անտեսել, ապա սա կզուգամիտի այն եւ միայն այն դեպքում, երբ որ լոգարիթմը եթե վերցնենք արտադրիչների ու հաշվենք դրա գումարը, սա կզուգամիտի, որտեղ լոգարիթմը պետք է ճիշտ ճյուղը վերցնենք, կարող որ ինչ-որ ճյուղ միշտ նույն ճյուղը վերցնենք լոգարիթմը, այս դեպքում թող լինի գլխավոր ճյուղը։ Այսինքն արգումենտը պետք է լինի մինուս p-ից p եւ կարող ենք ասել, որ այս արտադրյալը զուգամիտում է բացարձակ այն եւ միայն այն դեպքում, երբ որ այս այն-ների գումարը բացարձակ զուգամիտ է։ Ապացույց, եկեք դիտարկենք մասնակի արտադրյալները ու հաշվենք սրանց լոգարիթմները։ Կարող ենք ասել, որ P-ը դա y-ի Q-n աշճանն է։ Եթե Q-ները զուգամիտ են, ապա բարձ է, որ P-ը զուգամիտում է y-ի Q աշճանին։ Մենք ընտրենք, ունենք, որ P-ն է զուգամիտում P-ի։ Ուզում ենք ցույց տալ, որ Q-ը կզուգամիտի ինչ-որ մի Q-ի։ Խնդիրը նրանում է, որ երբ որ P-ներն ունենք, Q-ները միարժեքորեն որոշված չեն։ Եթե P-ն ունենք, Q-ը միարժեքորեն որոշված չի, Q-ը կարող է 2πi-ով
կամ դրա ամբողջ բազմապատիկով տարբերվի։ Այսինքն եթե վերցնենք լոգարիթմ էս արտադրյալ 1 գումարած n-ը, սա կարող ենք գրել լոգարիթմերի գումարը, բայց սա կարող է ճիշտ չլինի, որտեղ կարող ենք արգումենտների հետ խնդիր ունենալ։ Այստեղ յուրաքանչյուր արգումենտը կլինի մինուս p-ից p, երբ որ սրանք գումարենք, այս գումարի արգումենտը կեղծ մասը կարող է լինի արդեն ոչ մինուս p-ից p, բայց այս կողմում, քանի որ լոգարիթմ ենք հաշվում ինչ-որ մի կոմպլեքս թվի, արգումենտը միշտ պետք է լինի մինուս p-ից p։ Այսինքն այստեղ ինչ կարող ենք ասել, որ սա ոչ թե անպայման սրան է հավասար, այլ կարող է կեղծ մասը 2p-ի մի ամբողջ բազմապատիկով շեղված լինի։ Այսինքն կարող ենք ինչ ասել, որ գոյություն ունի մի ամբողջ թիվ, այնպիսին, որ եթե հաշվենք լոգարիթմը, ապա սա կլինի qn անաս լոգարիթմ p գումարած 2p անգամ hn։ Ինչ ենք ուզում ենք ցույց տալ, որ երբ որ n-ը ձգտում է անվերջության, երբ որ p-ները եթե ձգտում են p-ի, ապա q-ներն կձգտեն q-ի։ Եթե p-ները ձգտում են p-ի, սա կձգտի 1-ի, այսինքն q-ները այդ դեպքում ուզում ենք որ կձգտվի լոգարիթմ p-ի, որովհետեւ դա ճիշտ լինի, կամ կունենան ընդհանրապես զուգամիտ են, մենք պետք է իմանալ, որ սա ի վերջո կայունանում է։ Ամբողջ իմաստը նրանում է, որ կարող ենք ցույց տալ, որ ինչ որ պահի այս հաշենները կկայունանան։ Նպատակը այն է, որ ցույց տանք, որ այս հաշենները, պետք է ցույց տանք, որ այս հաշենները կայունանում են։ Ինչ է իրանից ներկայացնում հաշենը, 2p hn պլյուս 1 հանած hn-ը, դա լոգարիթմ p-ն գումարած 1 բաժանած p, հանած լոգարիթմ p-ն բաժանած p կարող են գրել որպես հանած qn պլյուս 1 հանած q։ Այսինքն, ինչ ունենք սա, հավասարը այս տարբերության ուրեմն այս կեղծ մասերի տարբերության ձևով կարող ենք գրել սա, իրենից ներկայացնում է լոգարիթմ 1 գումարած n պլյուս 1։ Հիմա մենք գիտենք, որ p-n պլյուս 1, այստեղ n չկա, բաժանած p-ն ձգտում է 1-ի, p-n բաժանած p-ն ձգտում է 1-ի, հետևաբար սա կզուգամիտի 0-ին։ Սա պատկանում է մինուս p-ից p, այսինքն մի քայլի ժամանակ այս տարբերությունը կարող է ամենաշատը փոխվել այս մեծությամբ։ Բայց եթե բոլոր հաշերը նույնը չեն, ինչ որ պայից սկսած, այսինքն նշանակում է, որ պետք է այս տարբերությունը փոխվի, բայց եթե այս տարբերությունը փոխվի, ինքը կարող է ընդամենը փոխվել 2pi-ով, իսկ մի արգումենտ ինքն իրենով չի կարող սա փոխել այդքանով։ Այսինքն, ստանում ենք, որ եթե n-ը մեծ է, ապա hn պլյուս 1 հանած hn-ը պետք է անպայման լինի 0։ Այսինքն hn-ները կայունանում են, այսինքն կունենանք զուգամիտություն։ Այսինքն qn-ը կձգտի լոգարիթմ p գումարած ինչ-որ մի հատ սահմանային h անգամ 2pi։ Դա առաջին մասի ապացույցներ։ Երկրորդ մասը ինչ ունենք։ Ունենք, երբ որ սա զուգամիտում է, ապա հետևում է, որ այս լոգարիթմերի գումարի շարքն է զուգամիտում, որպեսզի այս շարքը զուգամիտի, պետք է անդամները ձգտեն 0-ին, հետևաբար պետք է an-ները ձգտեն 0-ին, հետևաբար եթե n-ը մեծ է, ապա կարող ենք լոգարիթմ 1 գումարած an-ը, բացարձակ արժեքը, մոտարկել an-ով, այսինքն կամայական էպսիլոնի համար, եթե n-ը բավական մեծ լինի, կարող ենք սա ասել, որ սա 1 պլյուս էպսիլոն an-ի ու 1 մինուս էպսիլոն an-ի արանքում է։ Հետևաբար, սրա զուգամիտությունից հետևում է այս գումարի զուգամիտությունը,
Եվ կարելի է նաև սա հակառակ անել, այսինքն եթե սա է զուգամիտում, կարող ենք սա սահմանափակել այն միջոցով վերևից, հետևաբար սրանց գումարը կզուգամետի։ Եթե վերադառնանք մեր անալիտիկ ֆունկցիային, եթե ունենք մի ֆունկցիա, որը անալիտիկի ամենուր է, որը ունի զրոներ անվերջ հատ կետերով, որոնք 0 չեն, ուզում ենք f-ը գտել, YGZ, պատաճառ, այն հավասար է 1-ից անվերջություն, 1 հնած zn բաժանած, z բաժանած an տեսքով, եթե f-ը կարող է ունենալ նաև 0-ներ 0 կետում, այդ դեպքում եկեք վերցնենք 0 կետում 0-ի պատիկությունը, դա առանձին գրենք, որովհետև այս տեսքով դա չենք կարող գրել։ Մենք տեսանք, որ այս մասը զուգամիտի, այն եւ միայն այն դեպքում, երբ որ s գումարը զուգամիտի, այստեղ բացարձակ արժեք z-ը կարող ենք դուրս հանել, այսինքն սա կզուգամիտի այն եւ միայն այն դեպքում, երբ որ սա զուգամիտի։ Այսինքն եթե մեր զրոները շատ են, այսինքն եթե զրոների քանակը այստեղ շատ է, ու շրջանը մեծանում է, շատ արագ է մեծանում զրոների քանակը, ապա գումարը չի զուգամիտի։ Ման ինչ կարող ենք անել, կարող ենք շտկում մտցնել, Weierstrass-ի թեորեմն է սա, որ կամայական հաջորդականություն եթե ունենք, կարող են ունենալ կրկնություններ, գոյություն ունի մի ամենուր անալիտիկ ֆունկցիա f, որը ունի զրոներ հենց այս կետերում, եթե ինչ-որ թիվ կրկնվի այստեղ ասենք 5 անգամ, դա կնշանակի ֆունկցիան ունի այդ կետում 0,5 պատիկությամբ, յուրաքանչյուր նման ֆունկցիայի համար գոյություն ունի մի GZ ֆունկցիա, գոյություն ունի մի m ոչ բացական ամբողջ թիվ, գոյություն ունեն mn ոչ բացական ամբողջ թվեր, այնպիսին, որ fz-ը կարող են գրել հետևյալ տեսքով YGZ, այսինքն սա 0 չունեցող մաս, անգամ z-ի իմաստիան, սա 0-ի 0 կետում 0 ունենալու պատկությունն է, բազմով պատկած, n-ը հավասար է 1-ից անվերջություն, 1 հանած z բաժանած an, բայց եթե այսքանը լիներ կարող է չզուգամիտել, այստեղ շտկում ենք մտցնում, որը հետևյալն է ապացույց։ Եք նկատենք, որ այս մասը եթե գրենք որպես y-ի լոգարիթմ 1 հանած z բաժանած an տեսքով, այս սրա Թեյլորի բանաձևը որ գրենք, Թեյլորի բազմաթամները որ դիտարկենք, կստանանք սա, այսինքն այս ամբողջ մասի իմաստը որն է, որ սա սրան այնպես է շտկում, որ այս արտադրյալը լինի զուգամիտող արտադրյալ։ Ուրեմն, այստեղ բավական է ցույց տալ, որ գոյություն ունի MN-ներ, այնպիսին, որ այս արտադրյալը բացարձակ զուգամիտող։ Չէ, որտեղ այստեղ պարզ է, որ z-ը հավասար է այն կետում, սա կունենա 0-ն է, եթե դիտարկենք fz-ը բաժանած z-ի m-աշճան անգամ այս արտադրյալը, ապա այս մասը կկարողանանք, արդեն սա կլինի անալիտիկ ֆունկցիա, որը չունի 0-ներ, հետևաբար կարող ենք գրել YGZ տեսքով։ Միակ հարցը զուգամիտության հարցն է։ Որպեսզի ցույց տանք այս արտադրյալը զուգամիտում է, ինչ պետք է անենք, բավական է ցույց տալ, որ գումար լոգարիթմ այդ մեծությունը, այդ մեծությունը եկեք նշանակենք, ասենք c-նով, ապա բավական է ցույց տալ, որ գումար լոգարիթմ c-ը զուգամիտում է։ Լոգարիթմ c-ը ինչի հավասար, լոգարիթմ 1 հանած z բաժանած an գումարած էքսպոնենցիալի մասը, եկեք սա նշանակենք pn z-ով, այստեղ կունենանք pn z, այստեղ pn-ը պետք է ընտրենք այնպես, որ այս շարքը զուգամիտի, pn-ը կվերցնենք թող լինի սրա Թեյլորի բազմատանը, այսինքն մինուս pn z-ը, թող լինի դրա Թեյլորի բազմատանը, որպեսզի սա ուրեմն լինի լավ մոտարկում, սա իրանից ինչ է ներկայացնում, z-ը բաժանած
այն-ի m-ն աստիճան, մեզ պետք է, որ z-ը բաժանած այն-ը լինի 1-ից փոքր, այսինքն z-ը փոքր լինի այն-ից։ Եթե հիմա վերցնենք, ասենք օրինակ 0 կետի շուրջը r շարավոր շրջանագից, այստեղ ներսում կունենանք ընդհանրապես վերջավոր հատ 0-ներ, այսինքն ընդհանրապես վերջավոր հատ 0-ներ կունենանք, որտեղ այս պայմանը տեղի չի ունենա։ Այսինքն եթե վերցնենք z-ը r-ից փոքր, ապա կարող ենք անտեսել այն վերջավոր հատ 0-ները, որոնք այս շրջանի մեջ են։ Իսկ սրանից դուրս արդեն կարող ենք ասել, որ այս մեծության համար կարող ենք իր գրել շարքը, որը կարող եք մոտարկել Թեյլորի բազմանդամով, ասենք կարող ենք ասել, որ սա փոքր է կամ հավասար, սա ինչ կլինի, սա հավասար կլինի 1-ը բաժանած m-n գումարած 1, անգամ z-ը բաժանած an m-n գումարած 1, գումարած եւ այլն։ Սա փոքր է կամ հավասար, 1-ը բաժանած m-n գումարած 1, r բաժանած an m-n գումարած 1, 1 անած r բաժանած an մինուս 1-ից։ Այսինքն այստեղ պետք է որ այս գումարը զուգամիտի, որը կզուգամիտի, եթե m-ները բավականաչափ արագ են։ Այստեղ եթե m-ները արագ են, սա 1-ից փոքր մեծությունը, սա բավականաչափ արագ կգուշակել։ M-ները կախված կլինեն այն-ներից։ Ինչքան այն-ները դանդաղ են, այսինքն ինչքան այն 0-ները կուտակված լինեն այստեղ, այնքան ավելի շատ կունենանք այստեղ անդամներ, հետևաբար այս m-ները պետք է ավելի արագ աճեն, որ այս շարքը զուգամիտ է։ Լավ, սա այն դեպքներ, երբ որ ունենք ֆունկցիա, որ անալիթ կեր ամենուրեք, բայց ուներ 0-ներ։ Իսկ ընդհանուր դեպքում մենք սա ինչն ենք փորձում ընդհանրացնել։ Փորձում ենք ընդհանրացնել այն դեպքը, երբ որ ունենք ռացիոնալ ֆունկցիա, որը կարող է ունենալ եւ 0-ներ, եւ բևեռներ։ Հիմա ինչ կարող ենք ասել, պարզ հետևանք, մեր վերևի ապացուցած թեորեմի, որ եթե ունենք կամայական ֆունկցիա, f, որը մերամորֆ է, ամբողջ ամբողջության վրա, կարող ենք ասել, որ գոյություն ունի երկու լրիվ ֆունկցիա, gz, hz, այնպիսին, որ fz-ը սրանց քանորդն է, հետևաբար, մասնավորապես, f-ը կարելի է գրել հետևյալ կերպ, fz-ը կգրենք y dz, սա տեն կլինի լրիվ ֆունկցիա, z-ի m աստիճան, m-ը կլինի ամբողջ թիվ հիմա, բանի որ քանորդ է, այստեղ կունենանք արտադրյալ, 1-ը հանած z-ը բաժանած աժի, այստեղ շտկում ունենք, բաժանած նման արտադրյալ, հայտարարում ստեղել, բևեռների մասին նույն բանը ունենք, 1-ը բաժանած, ասենք L, Z-ը բաժանած BK, L։ Սրանք կլինեն պասարեն 0-ների մասը, սրանք կլինեն բևեռների մասը, սա 0 կետում կամ ունենք 0 կամ բևեռ կամ ոչ մի բան, եթե m-ը 0 է, սա էլ ոչ զրոյական լրիվ մասն է։ Ապացույց, ըստ Weierstrass-ի թեորեմի, գոյություն ունի մի լրիվ ֆունկցիա g, h, որը ունի 0-ներ հենց այն նույն կետերում, որտեղ f-ը, ու ունի նույն պատիկությունը, մի վարկան, որը ունի 0-ներ հենց այն կետերում, որտեղ f-ը ունի բևեռներ։ Ու նույն պատիկությունն է։ Այդ դեպքում, եթե դիտարկենք fz անգամ hz ֆունկցիա, ապա սա էլ բևեռներ չունի, որտեղ բոլոր բևեռները f-ի կոմպենսացված են h-ի 0-ներով։ Այսինքն, սա կլինի անալիտիկ ամենուրեք, մի կանվանենք gz, այսինքն, ինչ կարող ենք ասել, fz-ը կլինի հիմա արդեն gz բաժանած hz,
Հիմա արդեն կարող ենք համ j-ի, համ h-ի համար կիրառենք Weierstrass-ի թեորեմը ու ստանալ այս ներկայացումը։ Օրինակ, եկեք գտնենք մի լրիվ ֆունկցիա, որը ունի զրոներ, պարզ զրոներ բոլոր ամբողջ կետերում։ Դիտարկենք sinus pi z ֆունկցիան, սա ունի պարզ զրոներ ամբողջ կետերում։ Sinus ֆունկցիայի համար ինչ կարող ենք ասել, sinus pi z-ը կլինի z անգամ j/z անգամ արտադրյալ n-ը հավասար չէ 0-ի, 1 հանած z-ը բաժանած n անգամ j-ի z-երորդ գումարած 1-ը բաժանած 2 z-ը բաժանած n քառակուսի գումարած n-քան անդամ է պետք, մինչև որ զուգամիտություն ունենանք։ Այսինքն այստեղ մեզ պետք է որ այս մեծությունը զուգամիտի, այսինքն մեզ պետք է որ գումար n-ը հավասար է մինուս անվերջությունից անվերջություն, n-ը հավասար չէ 0-ի 1-ը բաժանած mn գումարած 1, r-ը բաժանած n mn գումարած 1, n որտեղ մեր զրոները n կետերում են, սա պետք է զուգամիտի։ Սա, եթե վերցնենք mn-ները լինի 1, ապա ստեղ կլինի քառակուսի, սա մոտավորապես 1-ը բաժանած n քառակուսու գումարն է, որը զուգամիտում է։ Այսինքն կարող ենք ասել, որ sinus pi z-ը կարող ենք գրել հետևյալ կերպով z j/z արտադրյալ n-ը հավասար չէ 0, 1 հանած z-ը բաժանած n անգամ j-ի z n-երորդ համայական z-ի համար։ Իսկ ինչ է j-ն, եկեք ածանցենք, եկեք լոգարիթմական ածանցյալը հաշվենք, ունենանք ձախ կողմում pi կոտանգենս pi z-ը հավասար է 1-ը բաժանած z, գումարած j-ի ածանցյալ z կետը, գումարած գումար n-ը հավասար չէ 0-ի 1-ը բաժանած z հանած n գումարած 1/3, եկեք սա մի անգամ էլ ածանցենք, ունենանք մինուս pi քառակուսի բաժանած sinus քառակուսի pi z-ը հավասար է մինուս 1-ը բաժանած z, գումարած j-ի երկրորդ ածանցյալ, հանած գումար n-ը հավասար չէ 0-ի, 1-ը բաժանած z հանած n-ի քառակուսի։ Անցած դասին տեսել ենք, որ սա հենց pi քառակուսի բաժանած sinus քառակուսի pi z ֆունկցիան է, այսինքն այս երկու մասերը կրճատվում են, ավելի ճիշտ այստեղ ճշգրտում պետք է մտցնել, այստեղ եկեք շեն նախ սկզբում գրենք, հետո այստեղ քառակուսին բաց ենք թողել, այստեղ եկեք գրենք j ածանցյալ z հանած 1-ը բաժանած z քառակուսի գումարած, սա այս ամբողջն էր pi քառակուսի բաժանած sinus քառակուսի pi z, այսինքն այստեղից ստանում ենք, որ j-ի երկրորդ ածանցյալը 0 է, հետևաբար j-ն բծային է, այսինքն հիմա եթե վերադառնանք նախորդին, նախորդ քայլին, այսինքն երբ որ մի անգամ ենք ածանցել, կարող ենք ինչ գրել, pi կոտանգենս pi z-ը հավասար է z, գումար j-ի ածանցյալ z կետում, գումարած գումար n հավասար է 1-ից անվերջություն, դրական ու բացասական մասերը կարող ենք իրար միացնել, z հանած n-ից գումարած 1/3, գումարած 1/z գումարած n-ից հանած 1/3, գումարած մինուս 1/3, սրանք կկրճատվեն, այս մասը կարող ենք գումար n հավասար է 1-ից անվերջություն, 2z բաժանած
z քառակուսի հանած n քառակուսի, սա իրենց ներկայացնում է կենտ ֆունկցիա, սա կենտ ֆունկցիա է, սա էլ է կենտ ֆունկցիա, բայց սա ուրեմն պետք է լինի կենտ ֆունկցիա, բայց սա հաստատում է, հետևաբար an պետք է լինի 0, այսինքն ժ-ն պետք է լինի հաստատուն ֆունկցիա։ Ես ստացանք, որ սինուս պի z-ը հավասար է ինչ-որ հաստատում, անգամ z, անգամ արտադրյալ n-ը հավասար չէ 0-ի, 1 մինուս z n-երորդ, անգամ j-ի z n-երորդ։ Եկեք բաժանենք z-ի, հաշվենք սահմանը, p-ն հավասար է սահման, z-ը ձգտում է 0-ի, սինուս պի z բաժանած z, հավասար է c անգամ 1։ Հետևաբար c-ն պետք է լինի պի, ստացանք, որ սինուս պի z-ը կարելի է գրել հետևյալ դեպքում պի z անգամ n-ը հավասար չէ 0-ի, 1 հանած z բաժանած n, j-ի z n-երորդ։ Եթե n ու մինուս n տարրերը արտադրյալի իրար միացնենք, ունենանք, որ սինուս պի z-ը հավասար է պի z անգամ արտադրյալ n-ը հավասար է 1-ից անվերջության 1 հանած z քառակուսի բաժանած n քառակուսի։